Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Ազատ հարթակն է եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանին։ Տիկին Փոստանջյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում բավականին կոշտ արձագանք տվեց եւ կոշտ պատասխաններ տվեց ընդդիմադիրներին։ Ես իհարկե որպես լրագրող զերծ կմնամ նրա խոսքերը բառացի մեջ բերելուց։ Դրա համար առաջարկում եմ սիրելի հայրենակիցներ, որպեսզի մենք դիտենք տեսանյութ եւ հասկանանք, թե խոսքը ինչի մասին էր։ Հիմա ձեզ կախաղաններ էինք անել եւ Հայաստանից արտաքսել էինք ընդհանրապես։ Այսինքն մամուլ, բայց ձեր մասին ինչ են գրում մամուլի հոդվածներ։ Դուք ընդհանրապես ինչ եք ասա, ձեր մասին գրում եք, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Ինչ գործ ունեք, դուք ես դահլիճում ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղից պետք է տանեմ լսեմ ԱԾ-ի պատվալը, որ մամուլի Առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս։ Հերիքա մամուլի բան անես։ Մամուլը ձեր մասին ինչա գրում։ Ինչա գրում ձեր մասին մամուլը։ Գրում է, որ օտարերկրյա գործակալ եք, 5-րդ անիվ եք, ազդեցության գործակալ եք մամուլը։ Մամուլի գրածների նստեք տեղները ձեններդ կտրեք, ներվերս էլ չուտեք։ Ասի, վերենգի տեղը տասի, ներվերս չուտես։ Տիկին Փոստանջյան, իրավական տեսանկյունից ինչպես է գնահատում մեր երկրի ղեկավարի նման պահվածքը եւ բառամթերքը։ Գիտեք, շատ լավ է, որ չմեջ բերեցիք, որովհետեւ այսօրվա այս արհեստական բանականության պայմաններում կարող են այնպես անել, որ դու դառնաս այդ, չգիտեմ, ինչ ձևակերպեմ այդ խոսքերի հեղինակը։ Ուրեմն տեսեք, վաղուց, երբ մենք պարտավորություն ստանձնեցինք դառնալ Եվրոպայի խորհրդի անդամ, KGB-ի պատվալներ հասկացությունը մենք վերացրեցինք եւ ճիշտ արեցինք, որովհետեւ պատվալները լցվեցին հողով, ավազով, փակվեցին եւ KGB-ի այդ մեկուսարանը տեղափոխվեց Արդարադատության նախարարության ներքո ղեկավարվող մեկուսարան դարձավ եւ դարձավ կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում այլևս KGB-ի պատվալներ վաղուց գոյություն չունեն։ Այդ ուր է տանում։ Միգուցե մենք տեսնում ենք, չէ, որ կառավարության նիստերի ժամանակ գաղտնի ինչ որ զեկույցներ կան կամ չքննարկվող հարցեր կան։ Միգուցե այդ հարցերից մեկով նա բացել է այդպիսի պատվալներ եւ հարիր իր նախկինների, նախորդների, չգիտեմ, համենայն դեպս այդպիսի հաստատված տեղեկատվություն էին հրապարակում ԶԼՄ-ները, որ նա պապը ֆաշիստների հետ համագործակցել էր, միգուցե այդ օրինակները վերցնելով ֆաշիստներ, ստալինիստներ, չգիտեմ ինչեր, NKVD, KGB եւ այլն պատվալներ Երևի այդ ծրագրի ներքո նոր պատվալներ է բացվել KGB-ի եւ դրանով սպառնում է ոչ միայն ընդդիմությանն է սպառնում, այլ նաեւ իր մերձավորներին, որ իր ապօրինի հրամանները, եթե նրանք չկատարեն, տանի այդ KGB-ի պատվալները լցնի։ Կամ էլ արդեն զառանցանքի այդ շեմն է հատել եւ զառանցում է ուրիշ կերպ չես կարող բացատրել, ոչ նա կարող է անել, ոչ նա կարող է անել, իհարկե մենք այս 7 տարիների ընթացքում այնպիսի զրկանքներ կրեցինք իր ձեռքում, հայրենազրկում, ցեղասպանություն, հետևաբար նրանց ամեն ինչ սպասելի է։ Ես չեմ վախենում, բայց այն որ սպասելի է, դա միանշանակ է եւ պետք է ամեն ինչ անենք, որ այս իր հաշված օրերը վերջի վերջո ավարտվեն եւ նա հայտնվի մեկուսարանում, ոչ թե KGB-ի պատվալում, այլ ես արդեն մի անգամ ասել եմ, որ Պավել Մանուկյանը պատրաստ է իր տեղը, իր մեկուսարանի խուցը փոխանակել Նիկոլ Փաշինյանի հետ, Նիկոլին կբերեն այդ խուց, իրեն արդեն դուրս կբերեն եւ նա կգտնվի ազատության մեջ։ 5 իրավապաշտպանների նախաձեռնությունը վերջերս հայտարարություն էր տարածել կոնկրետ 3-րդ կետով նշվում էր, որ մեր երկրի ղեկավարի հուզահոգեբանական եւ հոգեկան վիճակը կասկածի տակ է դրվում եւ դրա համար կան հատուկ բժշկական փաստեր, փորձենք հասկանալ իրավական տեսանկյունից, որքանով է նորմալ, որ մի մարդ, ով ունի գրեթե վատ հոգեբանական վիճակ, կարող է ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնին։
Ակնհայտ է, որ համապատասխան հավանաբար դեղորայքը երբ չեն ընդունում, իսկ դա միայն իրեն չի վերաբերվում, որովհետև շատերն են դեղի ազդեցության տակ կարում իրենց կառավարեն կամ չկառավարեն, դա ակնհայտ է այսօրվա գործող իշխանության վարքագծի մեջ, ակնհայտ սենց աչքի է ընկնում, հետևաբար իհարկե պետք է սկսվի գործընթաց, իսկ գործընթացը մենք հասկանում ենք, որ այս իրավական ճանապարհով բռնակալական ռեժիմներով հաջողությունը այդքան էլ հեշտ չէ ակնկալել, հետևաբար պետք է փողոցի ճնշում, մեծ ընդվզում եւ մի քանի օրերի ընթացքում այս ամբողջ խմբակի հարցերի լուծում, տեղափոխում նրանց համապատասխան այդ մեկուսացման վայրեր եւ նոր իշխանությունների ձևավորում, որը կունենա ազգային դիմագիծ առաջնահերթ, որովհետեւ մենք գտնվում ենք համաշխարհային պատերազմի մեջ եւ մեր ազգային շահերը միայն ազգային իշխանությունները կարող են առաջ մղել, այլ ոչ թե, չգիտեմ, որտեղից ինչ տիպի իշխանություններ, որ կարող են բղավել մի բան, խոսք տալ մի բան, բայց կատարել հակառակը 180 աստիճան։ Հետևաբար ինչքան շուտ մենք սա այս հարցը լուծենք, այնքան ապահով ագրենք մեզ։ Եկեք խոսենք Լիլիթ Աղեկյանի գործից, վերջերս Գյումրիում Կումայրի բաժնի 8 աշխատակից բռնի ուժով բերման ենթարկեցին Լիլիթին եւ նրան բերման ենթարկեցին հողաթափերով եւ գիշերազգեստով հենց իր մոր աչքի առաջ եւ որքանով մենք ենք տեղյակ, նրա հետ շատ վատ են վարվել, տեսախցիկների առաջ մերկացրել են, որպեսզի մարմնի զննում իրականացնեն, փորձենք հասկանալ որքանով է նորմալ իրավական տեսակետից ու նաեւ բարոյական տեսակետից նման պահվածքը։ Նախ զննությունը չի կարելի իրականացնել տեսախցիկների առջև, դա քննչական գործողություն չէ, հետևաբար սա իրավական այդ գործընթացի ներքո բացարձակ ապօրինություն է եւ իրավական տեսակետից ուղղակի կամայականություն եւ քմահաճույք տվյալ ապօրինի հրամանը արձակողի կողմից, իսկ տվյալ ապօրինի հրամանը արձակվել է Կումայրի բաժնի ոստիկան պետ Կարեն Գևորգյանի կողմից, հետևաբար այս ապօրինությունը պետք է գնահատականի արժանանա միանշանակ, ցավում եմ, որ այս միանշանակ գնահատականի արժանանալու փոխարեն մենք ունենք շուրջ 5 օր լռություն իրավապահ մարմինների կողմից, մասնավորապես Տիկին Դատախազը դեռ չի արձագանքել։ Այսօր մենք լսեցինք, որ մարդու իրավունքների պաշտպանն է ինչ-որ հայտարարություն տարածել, իսկ երեք ՆԳՆ ինչ-որ մամուլի քարտուղար մեկը հանդես էր եկել եւ ասել էր նման բան չկա, ես իհարկե նրանց պատասխանեցի եւ Արփինե Գրիգորյան թե Գևորգյան է նախարարի ազգանունը, Տիկին նախարարին էլ հորդորեցի, որպեսզի նա նույնպես այդ շրջագայությունը, այսպես կոչված, իրականացնի ինչ որ տեղի է ունեցել Լիլիթ Աղեկյանի հետ եւ նաեւ բացի տեսախցիկները եւ հրապարակի տեսախցիկներում արկա տեսաձայնագրությունները, թե ինչով է զբաղվել այդ Կարեն Գևորգյանը Կումայրի բաժամունքում, ինչ հանդիպում է ունեցել Լիլիթ Աղեկյանի հետ, ինչ է խոսացել նրա հետ, ինչպիսի հրաման է արձակել։ Ամբողջ տարածքները տեսաձայնագրվում են, այն էլ կենտրոնական համակարգի կողմից։ Այդ ձայնագրությունները իրենց հասանելի են։ Ինչ են արել Լիլիթ Աղեկյանի հետ Կումայրի բաժամունքում։ Բացի այդ, 2 անգամ շտապօգնության մեքենա է եկել, բացի այդ Լիլիթ Աղեկյանը տեղափոխել են հիվանդանոց, բացի այդ բժիշկը ցույցում է տվել, որ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ պետք է անցկացվի MRT հետազոտություն, չեն արել, ձեռնաշխտան ձեռքը պահած, կապտած էր Լիլիթ Աղեկյանի ձեռքը, ես այսօր եմ տեսել, տեղափոխել են դատարանում քանի ժամ պահել են, շուրջ, հիմա ասեմ ձեզ, 45 ժամ Լիլիթ Աղեկյանը չի սնվել եւ այդ շուրջ 45 ժամը հիմնականում 45-ից 30 քանի ժամը եղել է ոստիկանության անմիջական վերահսկողության ներքո այդ մեր տիկին նախարարը այդ իր մամուլի խոսնակը այսրանց ինչու չի արձագանքում հաց տվել եք Լիլիթ Աղեկյանին Հաց առաջարկել եք Լիլիթ Աղեկյանին, ինչու է Լիլիթ Աղեկյանը այդ ժամերի ընթացքում այդ սոված վիճակում եւ հրաժարվել է ջրից, որովհետեւ վախեցել է, որ դուք իրեն կթույնավորեք։
այդ ամբողջ ընթացքում ֆիզիոլոգիական հատուկ վիճակում պատտվել այստեղից այնտեղ ոստիկանության բաժանմունքից մեկ այլ ոստիկանության բաժանմունք, քննչական կոմիտե, դատարաններ, հիվանդանոց, հետո վերջո հանգրվանել է Աբովյան քրեակատարողական հիմնարկում։ Այս պատասխանատու հարցեր են։ Այդ պատասխանատու հարցերի արձագանքը պետք է լինի ձեր կողմից տրամադրված քննությունը, որը չեք կատարել։ Ամոթ ձեզ։ Տիկին Փոստաջյան, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը այսօր ազգային ժողովում էր եւ կեղծ փաստեր նա հնչեցրեց, որտեղ որ մեղադրում էր Լիլիթ Աղեկյանին։ Սիրելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ դիտենք տեսանյութ, որպեսզի ավելի մանրամասն կերպով հասկանանք, թե խոսքը ինչի մասին էր։ Լիլիթ Աղեկյանը վերաբերել քրեական վարույթը, որը մատնանշեցիք, Տիկին Գրիգորյան, ես չգիտեմ դուք որքանով եք ծանոթ քրեական վարույթներին, ես մի հատ հանգամանք կուզեմ նշեմ, մասնավորապես Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ բազմաթիվ քրեական վարույթներ են արկա, թե դատարանում, թե նախաքննության փուլում։ Մենք ի սկզբանե խափանման միջոց, անազատության հետ չկապված խափանման միջոց ենք կիրառել։ Մեկ գործով, երկու գործով, երեք գործով, երբ որ ընտրում ես անազատության հետ չկապված խափանման միջոց, երբ որ դու տեսնում ես, որ այլևս այդ խափանման միջոցը չի չեզոքացնում անձի ոչ պատշաճ դատավարական վարքագիծը, վարույթ իրականացնող մարմինը ծայրահեղ ինչի է գնացել ծայրահեղ խափանման միջոց կալանքի վերաբերյալ միջնորդություն ներկայացրել, որովհետև անձը թե դպրոցում խուլիգանություն կատարելիս անչափահաս երեխաների մասնակցությամբ եւ նկատմամբ Լիլիթ Աղեկյանի գործի մասին է խոսքը։ Անչափահաս երեխաների նկատմամբ եւ դպրոցի ամբողջ դպրոցի բնականon գործունեությանը կազմալուծել, կազմաքանդել եւ ընդ որում անձնական շարժառիթներով հաջորդը դատական նիստի բնականon process-ը խաթարել, դատավորին վիրավորել եւ այլն, դրա համար մենք ստիպված, հարկադրված գնացել ենք այդ ծայրահեղ խափան միջոցի։ Տիկին Փոստաջյան, սրա մասին ինչ կասեք։ Դե հիմա տեսեք, ասում եմ մեկ գործով, երկու գործով, երեք գործով։ Ճիշտ, իրապես, այս Արթուր Պողոսյանի անունը ինձ ոչինչ չի ասում, առաջի անգամ լսեցի այս մարդուն այդ ամբիոնից եւ ցավում եմ բացեցի իր կենսագրությունը, ունի թերի կրթություն, սովորել է ինչ-որ իրավաբանություն բակալավրիատ, տղա ջան, այսպես եմ դիմում, հեգնանքով միգուցե, չեմ ուզում վիրավորել, բայց գնա կրթությունը շարունակի։ Դու կրթված չես, դու իրավաբանական գիտելիքների տեր չես։ Ուրեմն հիմա այդ որ ասում ես, այդ քո քննիչները, այդ որ լավագույն քննիչներ ունես, որ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ պետք է ոչ թե այլ խափանման միջոց ընտրվել, ընդհանրապես Լիլիթ Աղեկյանի նկատմամբ պետք չէր քրական հետապնդում հարուցել, բայց այնուամենայնիվ, այդ որ ասում ես անհրաժեշտ է եղել, որ քանի որ Լիլիթ Աղեկյանը, չգիտեմ, բազմաթիվ գործերով դատարաններում են, չգիտեմ որտեղ են եւ այլն, արդեն Լիլիթ Աղեկյանի նկատմամբ դու ըստ քեզ ասացիր, որ քանի հատ չգիտեմ ինչ գործեր կան եւ այլն։ Այս քո կազմած փաստաթուղթն է նոր թարմ Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ։ Ես չգիտեմ ոնց ցույց տամ, ամսի 8-ին է կազմվել այս փաստաթուղթը, որտեղ գրված է Լիլիթ Աղեկյանը չդատված։ Այդ քանի հատ գործ ես նորից կարել, որի մասին մենք տեղյակ չենք, այդ բազմաթիվ գործերը, որով 1, 2, 3 ինչ որ խափանման միջոցներ ես ընտրել, ստորագրություն չհեռանալու մասին, որ մենք տեղյակ չենք։ Մեզ կբացատրես, այո, կա մի գործ դատարանում, որը ուղարկել եք դատարան անցյալ տարի օգոստոսին, եւ ոչ մի դատական նիստ չի արվել այդ գործով դատարանում։ Քանի որ մի թերուս երևի համենայն դեպս ձեր նման ինչ-որ մեկը, թերի կրթությամբ, կազմել է մի թերի մեղադրական եզրակացություն, որը չէր տրամադրվել Լիլիթ Աղեկյանին, որը տարել եք, պարզվեց, որ ինչ-որ տուժող եք ճանաչել, Չիչոյանին, Արեգ Խաչատրյանին, Շիրակի մարզի դատախազին, նրա տեղակալին, ծանուցում էր դատարանը, որպեսզի այդ տուժողները, այսպես կոչված Լիլիթ Աղեկյանի կողմից տուժվածքները գան դատարան, պարզվում է նրանց տեղը անհայտ է։ Այդ մեկ պարզեիք էլի, որտեղ են գտնվում այդ դատախազը, մարզի դատախազը, մի մեծ մարզի դատախազի
Տեղը անհայտ է, դատարանը չի կարող գտնի, ծանոթագրեր գնում են հետ են գալիս, տեղակալի տեղը անհայտ է, չի կարող գտնի, գնում են հետ են գալիս, հետո պարզվում է նրանք նամակ են գրում դատարանին, որ իրենք տուժող չեն այդ գործով։ Մենք ես կբացատրեք այդ ինչ գործեր եք կարում, ուղարկում դատարաններ, խափանման միջոց ընտրում, որի մասին մենք տեղյակ չենք, նես կբացատրեք նաև ստեղ։ Ինչու է մի քանի օր առաջ այդ ձեր տաղանդավոր քննիչ Միքայել Ավետիսյանը գրել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ տեղեկատվություն, որը ես պետք է ընթերցեմ, քանի որ դուք չգիտեք այդ տեղեկատվության մասին, կամ չիմանալու տեղ եք ձեզ դրել, կամ էլ հատուկ եք կեղծիք հրապարակում, որպեսզի խեղաթյուրեք հանրությանը։ Հիմա կարդում եմ. Լիլիթ Հրաչի Աղեկյան, ծնված 2304-1975 թվական, Շիրակի մարզ, ազգությամբ հայ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չդատված, հաշվառված, Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Խրիմյան Հայրիկ Խճուղի, 40 շենք, բնակարան 22, հասցեում։ Հիմա ինձ կբացատրես, այդ ոնց ես դու, այդ քանի հատ գործեր ունես, չգիտեմ ինչ, արդեն իան մեղավոր ճանաչեցիր, ասեցիր, որ նա մեղավոր է, չգիտեմ ինչ, եւ դու էլ մի հատ մեծ դարի հանցագործես, ինչ որ ձերբակալել, հետո տարել կալանավայր։ Մի հատ ինձ կբացատրես, ես ինչի եք ընտրել ամսի 8-ը, 9-ը, 10-ը, որ ոչ աշխատանքային օրեր են։ Այդ ինչու եք ընտրել գիշերային ժամը։ Այդ ինչու եք ընտրել առանց ձերբակալման որոշման գնալ Լիլիթ Աղեկյանի բնակարան տարեց մոր մոտ, ձեռքերը օլորել եւ գիշերային զգեստով տանել Կումայրի ոստիկանության բաժին։ Այդ ինչու է ձեր քննիչը, եթե պատրաստ էր, այդքան հրատապեր, չունենալով ես որևիցե փաստաթուղթ, որ երբ Լիլիթ Աղեկյանին տարել են իամոտ, ոչ մի քննչական գործողություն չի կատարել Լիլիթ Աղեկյանի հետ։ Ինձ կբացատրես այդ քո քննիչը, որ իր կաբինետում է Լիլիթ Աղեկյանը, չկատարելով այդ քննչական գործողությունները, հետո ինչու են տարել Լիլիթ Աղեկյանին ԶՎՊ, Մյուս բաժամունք Գյումրիի, Մուշի բաժամունք, եւ այնտեղ ինչ որ ինձ չի թույլ տվել, չի ներգրավել որպես պաշտպան, մենք կբացատրես այդ որ կարգով չի ներգրավել ինձ որպես պաշտպան, այդ քո քննիչը, եթե դուք այդքան արդար եք, ինչու չի ներգրավել, բերել է մի հատ հանրային պաշտպան, որը մի բառ չի խոսացել, եւ այնտեղ քննչական գործողություններ են արել։ Այն պարագայում եւ Լիլիթ Աղեկյանին արդեն իսկ ստորացրել, նվաստացրել էին, մերկացրել էին եւ տեսախցիկների առջեւ զնություն էին իրականացրել։ Ինձ կբացատրես, այդ որ ասում ես խուլիգանություն է արել, իսկապես, այդ խուլիգանությունից ով է տուժել, այդ դպրոցի մասին որ խոսում ես, դու տեղյակ ես այդ դպրոցում ինչ է կատարվել, տեղյակ ես դպրոցներում Գյումրիում ինչ է կատարվում, տեղյակ ես որ մանկահասակ երեխա են բռնաբարել դպրոցի հենց նույն սաները, դու տեղյակ ես դպրոցի տարածքում է դա տեղի ունեցել, տեղյակ ես որ դպրոցի տնօրենը ցանկացել է կոծկել, Լիլիթ Աղեկյանը բացահայտել է դա, դու տեղյակ ես, տղա ջան, կգնաս կտեղեկացվես, նոր կգնաս դատարան չէ, նոր կգնաս ազգային ժողովի ամբիոնից ելույթներ կունենաս, իսկ մինչ այդ ես քո մասին հաղորդում եմ հիմա ներկայացնելու հանցագործության մասին, որ կեղծ տեղեկատվություն ես տրամադրել եւ ինքդ ես հենց ունես անձնական շահագրգռվածություն Լիլիթ Աղեկյանին կալանավորելու եւ ապօրինի այդ կարած գործեր հրապարակելու մասով։ Ուրիշ բան չեմ կարող քեզ ասել։ Տիկին Փոստանջյան, եկեք մի պահ հիշենք նաև Չախոյանի գործը, որին Նորքի թաղապետը ծեծի էր ենթարկել այն բանի համար, ու եթերով, որ նա կոռուպցիոն սխեմաներ էր բացահայտել, չկա նմանություն Լիլիթ Աղեկյանի գործի հետ, այսինքն ինչ է ստացվում։ Չախոյանը սխեմաներ է բացահայտում եւ ծեծի է ենթարկում։ Լիլիթ Աղեկյանը կոռուպցիոն ռիսկեր է բացահայտում եւ ծեծի է ենթարկում։ Արդյոք սա խոսքի ազատության սահմանափակում չէ։ Դե տեսեք, Լիլիթ Աղեկյանի հիմա մեղադրանքի էությունը, այդ խուլիգանությունը եւ դատարանին վիրավորել է, որ խոսում էր անպագոր դատարանին է վիրավորել։ Տեսեք, դատարանը ձեզ դիմել է,
հաղորդում ներկայացրել է, ինչ որ մի հատ ոստիկան կա, որը ինչ որտեղից ձայնագրություն է վերցրել, որտեղ Լիլիթ Աղեկյանը դատավորին ասում է կոռումպացված է, եւ դա դիտել է որպես դատարանին վիրավորանք։ Դուք դատավորին նույնիսկ չեք հարցաքննել։ Դատի ժամանակ այդ հարցը բարձրացվել է, փակ դատի ժամանակ։ Այսօր Լիլիթն է ինձ պատմել։ Ոչ դատավորն է հարցաքնվել, ոչ այդ նույն այդ ինչ էր Արմինե Սուքիասյանը այդ դպրոցի տնօրենն է հարցաքնվել, ոչ մեկ չեն հարցաքնվել, մի հատ ինչ որ ձայնագրություն են գտել, բերել են դրել են, ասել են որ այս ձայնագրությունը մենք դիտում ենք որպես խուլիգանություն, որտեղ Լիլիթ Աղեկյանը այո, արդարացիորեն դատարանում ասել է որ այս տիկին այդ դպրոցի նախկին տնօրենը կոռումպացված է, ինչու է կոռումպացված, դրա վերաբերյալ հստակ կա փաստեր, փաստաթղթավորված, կարճման որոշում կա, բայց ոչ արդարացման հիմքով։ Այդ նույն տիկինը, որը մեղադրվել էր պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, այսինքն պաշտոնական կեղծիք էր կատարել եւ նաեւ խոշոր չափերի յուրացում, այդ կինը ինքը իր ձեռքով գրել էր, որ խնդրում եմ կարճեք վաղեմության ժամկետ կիրառելով, բայց այդ գումարները, որ պարտավոր էր վերականգնել, այդ գումարների վերականգնումը շարունակում է ունենալ հանցակազմ մի բնույթ, այսինքն շարունակում է լինել խոշոր չափերի յուրացում, այսինքն դա չի հերքվել կոռուպցիան եւ կոռումպացվածությունը, այսինքն ինչ եք ուզում, որ այս քաղաքացիները, որոնք կոռուպցիայի դեմ պայքարում են, զերծ մնան կոռուպցիայի դեմ պայքարից, այս նույն կոռուպցիաներն ձեզ բերեն կաշառքներ տան, որ դուք էլ լռեք, սա է ստացվում, այսինքն մենք ուրիշ երկրորդ տարբերակ չկա, սա է ամբողջ էությունը այս ամենի։ Տիկին Փոստանջյան, մեզ հասած տեղեկություններով Լիլիթ Աղեկյանի գործում ձեր որպես փաստաբան ներգրավելը մերժվել է, կասեք այս դեպքում ինչպես եք պատրաստվում պաշտպանել Լիլիթի իրավունքները։ Նախ Լիլիթը այնպես էլ այդքան էլ կորած մարդ չէ, Լիլիթը ունի բազմաթիվ ընկերներ եւ նաեւ համակիցներ, այդ թվում նաեւ փաստաբանական համայնքից, ովքեր պատրաստ են նրան տրամադրել իրավաբանական օգնություն եւ այդ պատրաստակամությունը հայտնել են։ Բողոքները իհարկե ես կգրեմ, Լիլիթը տակը կստորագրի, մեր գործընկերները կօգնեն մեզ, որպեսզի Լիլիթը պաշաճ կերպով ներկայացված լինի վերաքննիչ դատարանում եւ այլ մարմիններում, բողոքարկման փուլում, դա միանշանակ այդ հարցը լուծված է լինելու։ Եվ այս ուղղությամբ նույնպես ես բողոքներ եմ ներկայացնել, որտեղ սա էլ է հանցակազմ պարունակում, հենց նույն այս ինչ էր Արտուր Պողոսյան, այո, Արտուր Պողոսյանը ինքը պետք է պատասխանատվություն կրի, որովհետև այդ նույն գիշերը ես այնտեղից ոստիկանության բաժանմունքից իրեն էլեկտրոնային նամակ եմ ուղարկել, որ ինձ ներգրավեք որպես պաշտպան, ես նույնը ասել եմ այդ քննիչին այնտեղ բանավոր, Լիլիթ Աղեկյանը գրավոր է գրել, այդ իրավունքը մերժվել է ապօրինաբար, սա էլ հիմնարար իրավունք են մերժել, այսինքն մարդու հիմնարար իրավունքի մերժումը, այս քննիչը, որ ամպագորգոր է այնտեղ գորգռում, քննիչեր, քննչական կոմիտեի քննիչների, այո, նույնիսկ կոմիտեի ղեկավար չի, որովհետև ինքը իջացրեց իր մակարդակը այդ կոմիտեի ղեկավար լինելուց տղաջանի կարգավիճակի ինքը դարձավ, իրեն պետք է տղաջանով դիմես, ասես մի հատ գնալ շարունակի կրթությունը, կրթվի նոր կգաս կխոսենք մենք։ Այդ իրավունքի իրացման հետ կապված իհարկե մենք բողոքարկելու ենք այս մերժումը, բայց բողոքներ կներկայացնենք եւ մի քանի օրվա հարց է Լիլիթ Աղեկյանը պետք է միանշանակ ազատ արձակվի, իսկ նրան խոշտանգողները պետք է պատժվեն։ Այդ նույն քննիչը, որը այս գործընթացը սկսել է, այս կեղծ գործընթացը, որ իբրև թե դատարան են վիրավորել, խուլիգանություն են արել եւ այլն, մատ գնա այդ խուլիգաններին, որ ազգային ժողովում այդ գլխավոր գերագույն խուլիգանը, որ այն օրը գոռում բղավում էր, չգիտեմ ինչ խոսքեր էր ասում, մատ գնա դրա գիրքը բաց, այդ գիրքը այդ քոբոստիկաններին ասա թող մի հատ ուսումնասիրեն, կամ ես եմ քեզ հաղորդում հիմա ներկայացնում։ Այդ երկրի հակառակ կողմը գիրքը բաց ու տես ինչ խուլիգանական հայտարարություններ են մեջը արվել, ում կողմից, այդ քո Նիկոլ Փաշինյանի կողմից։ Մի հատ բաց կարդա այդ գիրքը բոլորի նկատմամբ, այդ թվում կին դատախազների նկատմամբ, ինչեր է նա գրել, ինչ խուլիգանական արտահայտություններ է արել եւ ինչ բռնության կոչեր է արել։ Նա դրան կարդա եւ գնա գործ հարուցի
Եվ բացի այդ, մի հատ հիշի, կարող եմ հիշացնել, եթե պետք է կարող եմ տեսաձայնագրությունները քեզ ուղարկել, այն որ գոռում բղավում էր, որ պետք է դատարանները շրջափակի, այն որ դատավորները վնգստացող են, բայց դրա նկատմամբ ինչի՞ չեք խուլիգանայության համար մեղադրանք առաջադրում եւ գնում ձերբակալման որոշման ներքո տանում դատարան։ Մենք դա արա, թե չես համարձակվում, վախում ես այդ գժի կագեբեի բացված պատվալները քեզ գցեն։ Տիկին Փոստանջյան, գոյություն ունեն տարբեր ՀԿ-ներ, գոյություն ունի մի էդ, ինչ է կարծում, գործը նրանց կհասնի, թե ոչ։ Այս պարագայում ստե որտեվ գործ չկա, խայտարակություն է, այս խայտարակությունը պետք է ուղղակի դադարեցնել։ Չեմ կարծում, որ իհարկե մենք հիմա բոլոր միջոցները կգործադրենք, ես համոզված եմ այդ օրը գալու է, մենք ունենալու ենք այնպիսի ազգային դատարան, որ հանուն Հայաստանի եւ հանուն հայազգի պետք է արդար դատական ակտեր հրապարակի եւ այդ արդար դատական ակտերի մեջ մտնելու են ոչ թե սենց խուժան գործեր դատարանում, այլ այնպիսի գործեր, որ սենց պետք է տանենք մենք մեկուսացնենք, այն էլ արդար դատականությամբ, այլ ոչ թե սենց ոնց որ իրենք են անում։ Վերջերս ԿՊԱ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը դատախազին մեղադրեց 2008 թվականի մարտի 1-ի, ինչպես նաև հոկտեմբերի 27-ի դեպքերի մասով, ինչ եք կարծում, գալիք ընտրություններում արդյոք սա մի խորամանկ քայլ չէ սեփական PR-ը բարձրացնելու համար։ Գիտեք, այն մի հատ մուլտ կար, դուք շատ երիտասարդ եք, չգիտեմ հիշում եք թե չէ, մեր մանկությունից, այն մի հատ գործ կար, որ թռնում էր, թռցնում այն մի տեղեր ընկնում ու պատմում էր իր արդեն այդ պատմվածքը հետո ոչ մեկին էլ չի հետաքրքրում, որտեղ անդադ նույն բանն է պատմում, նույն բանն է, արդեն ոչ մեկին դա չի հետաքրքրում եւ ակնհայտ է, եթե 7-8 տարի իրենք իշխանություն են եւ որևիցե մի սպանություն չեն բացահայտել, ուրեմն այդ սպանության մեջ նաեւ իրենք ունեն իրենց մեղքի բաժինը։ Ես այդպես կարող եմ ասել։ Թող մի սպանություն բացահայտեն, մարտի 1-ի սպանվածներից մեկի սպանությունը թող բացահայտեն, չեն բացահայտել, չէ՞։ Ուրեմն իրանք է կապ ունեն։ Այդ հենց այնպես չէր, այսինքն իրանք է մյուս կողմն էին, չէ՞։ Մենք այդ գիտենք, չէ՞։ Ոնց որ դա իրենք չեն բացահայտել, իրենք էլ են կապ ունեն այդ ամենի հետ։ Եկեք խոսենք նաև իմպիչմենտից, Հայաստան դաշինքը հրաժարվեց իմպիչմենտից, ասելով, որ ձայները չբավականացրեց։ Ինչ եք կարծում, արդյոք իմպիչմենտ ամեն դեպքում հնարավոր կլիներ ստեղծել։ Գիտեք, ամեն ինչ կարելի է ստեղծել, հնարավոր է, բայց մինչև դրան հասնելը պետք է մի հատ ուրիշ գործընթաց տեղի ունենար։ Առանց դրա ոնց որ դա վերջին ոնց է, չէ, որ շահկամը հանում են, այն վերջում գալիս, այսինքն իմպիչմենտը այդ վերջի պահն էր, պետք է սկզբնական այդ շարժը լիներ, հետո նոր վերջում դա գար միանար, բայց այդ վերջից գալով այն սկիզբը մենք չէինք կարող ապահովել, համենայնդեպս տենց է եղավ, չի ստացվում, չէ։ Եվ որպես ամփոփում եկեք հասկանանք, ինչ սպասենք մեր դատական համակարգից եւ որն է մեր դատական համակարգի ամենամեծ բացթողումը։ Մեծ բաց թողում, դատական համակարգը պետք է լինի անկախ, միանշանակ, բայց այդտեղ անկախ համակարգ չկա։ Դատական համակարգը համալրվել են երիտասարդներով, օրինակ այս դատավորը, որ այս ապօրինի որոշումը կայացրել է, երիտասարդ է, նոր է դարձել դատավոր, ունի ինչ-որ մի կարճ ժամանակ դատախազական փորձ, բայց ակնհայտ է, որ կյանքի փորձ չունի։ Եվ պատվերը կատարել է, այսպես կարող եմ բնորոշել, որովհետև հնարավոր չէր սենց խուժան մեղադրանքի հիման վրա տանել կանոնավորման որոշման եւ նաեւ չհարգել Լիլիթ Աղեկյանի պաշտպանական իրավունքը, այսինքն իր պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը։ Այսինքն սա ինչ է նշանակում, որ թեպետ համալրվել են նորերով, նոր երիտասարդներով, բայց դա ոչ մի ձև որակի վրա չի ազդել, որովհետև համակարգն է այդպիսին։ Համակարգը պետք է իրոք ունենա իշխանությունների տարանջատման այդ սկզբունքի գործելու հնարավորությունը։ Մեր մոտ դեռ դա չկա, այսինքն եթե վնգստացող է ասում դատավորին, գնում է դատարաններն է շրջափակում, ակնհայտ է, որ այդ դատավորները իրոք է վնգստացող են, իրոք է կարող են շրջափակման մեջ գտնվել եւ դրա ներքո ապօրինի որոշումներ կայացնել։
Գիտեք, նաև դատավորները Արաչյանի ես կարծում եմ ոչ թե պետք է sense նշանակովի լինեին, մինչև իրենց պաշտոնավարման ավարտը, այսինքն թոշակի անցնելը, այլ պետք է 4 տարի մեկ ընտրվեին, որովհետև հատկապես Արաչյանի դատարանները ճիշտ կլիներ, որ 4 տարի մեկ ընտրվեին եւ այդ ընտրական ինստիտուտի ներքո իրենք վախ ունենային, որ կկորցնեն դատավորի պաշտոնը։ Եվ նաև ժողովուրդը ինքն է հաղորդակից լիներ, որ վաղը մյուսօր եթե հարց ունենա գնալու է այդ դատարան, արդար դատավորի մոտ գնա, որոշակի արդար մարդու ընտրի, որովհետև այդ մարդուց կախված է լինելու իր ճակատագիրը կամ իր որոշակի ապագան կամ ինչ որ հարցեր որոշակի կախված են լինելու այդ արդար մարդուց։ Բարեփոխումների պետք է ենթարկվի ամբողջ համակարգը։ Իհարկե սա երկար խոսալու թեմա է։ Խաբեցին, ինչ մեկ ասացին, վեթինգ են կանելու եւ այլն, դա է չեղավ։ Մենք ունենք այն հնուց մնացած մի խայտարակ դատավորներ, որ դրանց ուղակի, չգիտեմ, որտեղ է պետք տանել, փակել, կորցնել հերրու հասարակությունից, բայց դրանք դեռ մարդ են դատում, կալանավորում, փակում եւ նրանց կյանքը եւ ճակատագիրն են որոշում։ Ունենք կոռումպացված դատավորներ, այդպես է, տեղ երկրորդ կարծիք չկա։ Ունենք երիտասարդների մեջ լավ պայծառ դեմքեր, աստղեր եւ իրենց գրագիտությամբ եւ իրենց արդարամտությամբ այդպիսիներն է կան։ Ինչքան կդիմանան դրանք, եթե այս համակարգը մնա, չեմ կարող ասել։ Այսպես է մեր իրականությունը։ Իհարկե, եթե լինի ազգային իշխանություն, եթե լինի այնպիսի իշխանություն, որը փորձառու է, փորձառությունն էլ մեծ կապ ունի, միգուցե մենք կարողանանք ճեղքենք եւ իրականում ունենանք արդար դատական համակարգ։ Տիկին Փոստանջյան, շնորհակալ եմ նման բովանդակալի զրույցի համար։ Եթերում Ազատ հարթակներ կհանդիպենք։